Ընդամենը օրեր առաջ այս պատին հերոս Հայգազ Մկրտչյանի լուսանկարներ, այսօր անգամ հետքը չի երևում։ Պատահաբար է տիկին Աննան նկատել, որ որդու դիմանկարը իր արդեն հարազատ անցումում չէ։ Ով երբ է հեռացրել որմնանկարը ու ինչու ոչ ոք չի կանգնեցրել ջնջողին, չգիտի։ 3-4 օրը անցնում է այս հատվածով ու ինչպես միշտ այս հատվածով անցնելուց միշտ գլուխս թեքում էի, նկարին նայում, մտովի բարևում որդուս, անցա արագ էի անցնում, երբ որ թեքվեցի, տեսա նկարը չկա, պատը դատարկ էր, դա ինձ համար այդ պահին անասելի շոկ էր։ Հետո արդեն հիշեցի, որ մի քանի օր առաջ էլ Աբաջանի նկարն էին հեռացրել պատից, ու հասկացա, որ այդ նույն թեմայի մեջ եմ։ Երևանի քաղաքապետարանից պարզաբանում են, թե հանրային արվեստի գործը պետք է համապատասխան թույլտվություն ունենա։ Ըստ մամուլի խոսնակի դիմանկարը մաքրելու մեջ որևէ հատուկ մտադրություն չկա։ Ինչ թույլտվության մասին է խոսքը։ Ինձանից ինչ որ մեկը թույլտվություն վերցրել է, որ իմ երեխային տարել է, սպանդի, կազմակերպված սպանդի, տարել են, սպանել են։ Ինչ են արել մինչև հիմա ներկա իշխանությունները զոհված տղաների ընտանիքների համար։ Պարզվում է Երևանում որմնանկարներ կամ գրաֆիտիներ անելու համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետարանին կամ վարչական շրջանի ղեկավարին, կցելով նախագծի մանրամասն էսքիզային առաջարկը եւ ներկայացնելով դրա նպատակն ու բովանդակությունը։ Միայն էսքիզը հաստատելուց ու համապատասխան թույլտվություն ստանալուց հետո կարելի է առանց խնդրի այն պատկերել։ Իսկ հիմա նկարները մաքրվում են բարեկարգման աշխատանքի նպատակով։ Թող գա, միասին գնանք, ես իրեն ցույց տամ, որտեղ է պետք բարեկարգել, սկսենք հենց այստեղից, այս թափվող սալիկներից, այս կոտրված աստիճաներից, այս կեղտից, ամբողջ քաղաքը կեղտի մեջ կորած է, աղբամաններից աղբը դուրս է գալիս մարդ է ուտում, այդ չեն տեսնում, փողոցով շաբաթներով գնացող կեղտաջրերը չեն տեսնում, դա բարեկարգման հետ կապ չունի։ Այս ամբողջ այս հատվածում այս նկարներ իրանց խանգարում, այդ նոր են հիշել դրա մասին, 21 թվից սա այս նկարը կար, 16-17 թվից էլ Ռոբերտի նկարը կար։ Նոր են հիշել, 6-7 տարի անց է, նոր հիշել են, որ ինչ-որ թույլտվություն է պետք։ Սա նույն գետնանցումում է, Հայգազի նկարի դիմացի պատն է։ Նույն տեսքն ունեն մայրաքաղաքի գրեթե բոլոր գետնանցումները։ Հարց է ծագում, ինչու է քաղաքային իշխանությունը այսպես կոչված բարեկարգումը սկսել հենց հերոս տղաների որմնանկարները ջնջելուց։ Ամիսներ առաջ էլ հերոսների նկարները մաքրվել էին Բաղրամյան պողոտայի գետնանցումից։ Քաղաքացիները զարմացած են, չեն հասկանում, ինչով են խանգարում զոհված տղաների նկարները։ Սրբապղծությունը որ արել է, Փաշինյանը չեր ասում, Ղարաբաղի հարց չկա։ Դրամա հերոսների նկարները հանում են, որպեսզի Ղարաբաղի հարցը չլինի։ Ոնց կարամ մոռանալ են ինչ որ եղել է, քանի որ այդքան զեջումներ են արել ադրբեջանցիների նկատմամբ, ու այդ հերոսների նկարները ոնց է պատվադից անում իրանց։ Բայց դրան էին արժանի այդ տղաները, իրանց ջահել կյանքը մեզ համար զոհեցին, որ իրանց նկարները մաքրեն։ Չկա արդարացում։ Չեմ կարող ասել միտքը որն է, բայց միանշանակ լավը չի, բացասական վերաբերվում։ Չի կարելի, ամեն դեպքում դա միշտ պետքա մնա անկախ ամեն ինչից բոլոր տեղանքներում, էլի, որ միշտ մարդկանց մոտ էդի միշտ մնացած լինի, որ այդպես մարդիկ են հայ ազգի մեջ եղել ու մեր պատիվը, մեր հողերը պայելումար իրանց կյանքը տվել են։ Աբսուրդ է դա, ուրիշ կարծիք չունեմ։ Չպիտի արվի։ Տիկին Աննայի խոսքով սա առաջին դեպքը չէ։ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության համար զոհված զինվորների ու նրանց ընտանիքների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումները բազմաթիվ են։ Աստիճանաբար հանրային տարածքներից անհետանում են զինվորներին նվիրված հուշակոթողներն ու հիշատակի այլ խորհրդանիշները։ Հետո 21 թվին սկսեցին մեզ երաբլուրում քաշքշել։ Ու հետո ամեն անգամ ինչ որ ծնողի են կպնում, նստացնում են, չգիտեմ ինչ են անում։ Այդ գիծը երևում է։ Թուրքերը վերացնում են հայերի վերաբերող ամեն ինչը Արցախում։ Սրանք այստեղ վերացնում են հայերի ցանկացած հայի դրսևորումը։ Հայկի նկարը այստեղ ջնջելով իմ հիշողությունից, այն մյուսի հիշողությունից, ով իր մասին գիտի, իր արածները գիտի, չեն հանելու։ Մանուշակ Մելքոնյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։